Բարի երեկո, Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց չթողնի օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման հարցով զեկույց է ներկայացվել Մեծ Բրիտանիայի խորհրդարան։ Արցախ միությունը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև հանդես է եկել ի պաշտպանություն Արցախի վտանգված պատմամշակութային ժառանգության։ Զեկույցը փաստագրում է հայկական եկեղեցիների, գերեզմանատների, հուշարձանների եւ թանգարանային հավաքածուների միտումնավոր ոչնչացումն ու յուրացումը, ներկայացնելով անհերքելի ապացույցներ առ այն, որ Ադրբեջանի գործողությունները կրում են ցեղասպանական բնույթ եւ նպատակ ունեն վերացնելու Արցախում հայկական հետքը եւ կանխելու բնիկ ժողովրդի վերադարձն իր հայրենիք։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն որոշել են շարունակել համագործակցությունը եւ առաջիկա ընտրություններին մասնակցելու են միասնաբար Հայաստան դաշինքով։ Կարգախոսն է՝ միասին կարող ենք։ Հայտարարվեց նաեւ, որ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունը չհեռացվի, բայց դա բավարար չէ։ Պետք է պատասխան տան նրանք, ովքեր մեղավոր են մեր հազարավոր հերոսների մահվան համար, ովքեր հանձնեցին Արցախը, ովքեր ստիպում են մեր ժողովրդին մոռանալ իր հերոսական անցյալը, հայտարարել է Քոչարյանը։ Քոչարյանը նաև նշել է. կողմ է Ադրբեջանի հետ խաղաղությանը, բայց այդ խաղաղությունը պետք է հիմնված լինի անվտանգության վրա։ Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակն է հաղթանակը։ Վստահ եմ, որ այն չարը, որ մարմնավորում է այս իշխանությունը, պարտվելու է։ Հայաստանին անհրաժեշտ է մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ եւ հզոր դաշնակից, որպեսզի համատեղ ուժերով չեզոքացվեն բոլոր սպառնալիքները, հայտարարել է Քոչարյանը։ Հայաստանի նոր սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է։ Այն նախատեսվում է քննարկել իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում, հայտարարել է նախարար Սրփուհի Գալյանը։ Նախարարի խոսքով մոտեցումը հետևյալն է. կենտրոնում մարդն է, քաղաքացին, ժողովուրդը, իսկ կառավարման գործող կարգից շեղում չկա։ Արդարադատության նախարարը այսօր նշում է. միանշանակ է, որ ընտրությունների հետ զուգահեռ հանրաքվե չէին կարող իրականացնել։ Այս հայտարարությունների ֆոնին կարծիքներ կան, թե Ալիևը մտավախություն ունենալով, որ հունիսի 7-ին ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն որպես իշխանություն չեն վերարտադրվի, նրանց շտապեցնում է ընդունել նոր սահմանադրությունը, որտեղ չկա Հայաստանի անկախության հռչակագիրը։ Փաշինյանը պնդում էր, որ սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ տարածաշրջանային եւ միջազգային ազդեցություն։ Արդեն ապրիլին նա հայտարարեց, որ սահմանադրության մեջ չպետք է հղում լինի հռչակագրին։ Ադրբեջանն էլ իր հերթին համառորեն պնդում է, որ Հայաստանը փոփոխություններ կատարի սահմանադրության մեջ, պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղիղ կոչեր կան։ Լուրեր են ստացվել, որ կլինիկական մահախտորոշմամբ Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։ Բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել։ 1 տարեկան երեխայի սպանության փորձի համար ձերբակալվել է երեխայի մայրը։ Ըստ ստացվող վերջին տվյալների, խորթ մոր կողմից բռնության ենթարկված 1 տարեկան 2 ամսական փոքրիկ տղան շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում։ Թեոդոսիայում փլուզվել է 1408 թվականին կառուցված Միքայել եւ Գաբրիել հրեշտակապետների հայկական տաճարի մի մասը։ Տեսանյութը թողնում ենք առանց մեկնաբանության։ Эта сторона тоже уйдет. Այսօրվա համար այսքանը, իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդը օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։